Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես ձերբակալվել են փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Առավոտյան ՆԱԱՑ աշխատակիցները մտել են նրանց տուն, կատարել անհետաձգելի քննչական գործողություններ, ապա ձերբակալել ու տարել քննչական կոմիտե։ Հաղորդավարները մեղադրվում են խուլիգանության հոդվածով։ Օրեր առաջ նրանց հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իրավապահներին Իմնեմնիմի փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների եւ սպառնալիքների վերաբերյալ հաղորդում է տվել Ազգային ժողովի նախագահը։ Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ հաղորդավարներն անդրադարձել են Ալեն Սիմոնյանին վիրավորական արտահայտություններ արել, նաև որոշ հայտարարություններ սպառնալիքներ են դիտարկվել։ Ալեն Սիմոնյանը մեծ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Իմնեմնիմի հաղորդման հեղինակների դեմ հանցագործության մասին հաղորդումն ինքն է ներկայացրել։ Սիմոնյանի մեկնաբանությունը տեսանյութում։ Պարոն Սիմոնյան, տեղեկություններ կան, որ Իմնեմնիմի հաղորդաշարի տղաների դեմ հաղորդում դուք եք ներկայացրել։ Դա ինչքանով է համապատասխանում իրականության։ Սպառնալիքի վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել եւ հաստատում եմ։ Ես մանրամասն չեմ նայել, բանն եմ, սաղագրությունն եմ կարդացել, այդ բանի մեջ կա, հաղորդման մեջ մեջբերումը կա։ Ինչ հարց կա։ Իրավապահները գործողություններ են իրականացրել։ Լավ են արել, շատ լավ են արել։ Շնորհակալություն իրավապահներին։ Վերջապես գործողությունները իրականացրել են։ Ինչ պետք է ավելացնեմ։ Ինչն է, ուզում հասկանամ ինչն է այդպես տարօրինակ, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում, հա, որ այն ոճը, այն սպառնալիքները, այն սեռական բնույթի հայհոյանքները, որ մարդկանց ընտանիք, մարդկանց անկողին մտնելը տեղ պետքա չունենա եւ դրա դեմ մենք պետքա բոլորս պայքարենք, դա է տարօրինակ, հա։ 2 օր առաջ Աբովյան քաղաքում այդ հաղորդում չներկայացնելու քրեական ենթամշակույթի, այդ ձևական սութի բարքերի պատճառով 2 երիտասարդ, մեկը մահացավ, մյուսը մեկընդմիշտ գնաց իր կյանքը խորտակեց, գնաց բանտ։ Ուզում հասկանամ մենք ինչ հասարակություն պետք է կառուցենք։ Պետք է դանակով իրար բան անենք, ամեն մարդ պետքա պատասխան տա իր արածների համար, այո, տենց էլ պետքա լինի ու տենց է լինելու միշտ։ Անտիֆեյքի գրասենյակում եւս իրականացվել է խուզարկություն, վերցվել է տեխնիկան Facebook-յան ուղիղ եթերում փաստաբան Ռուբեն Մելիքյանն է հայտարարել։ Փաստաբանը կարծում է մեղադրանքը քաղաքական է։ Քաղաքական մեղադրանքը, մաքուր քաղաքական մեղադրանքը նույնիսկ բովանդակային առումով։ Խոսքի հնչեցման համար։ Ի պատասխան իրանց։ Սենց բան ես ուղակի, չգիտեմ էլի։ Այդ մարդիկ էլ իրանց երեխեք ունեն։ Ես չեմ կարողանում հասկանալ, եթե մարդը գնում է, չգիտեմ, սպանության մեջ են այն, մինչև հիմա աշկիս առաջ այն, խայտարակ են Աբովյանի դեպք, ասենք մարդը գնա, որոնց չեն հայտնաբերեն իդեպ, գնա մարդասպանների տեղի իմանա մտնի տուն, հա, ասես հա հիմա, թեկուզ երեխեք են տանը, այդ գործոնը մարդասպանության մեջ մասկեքով բանում, խի, վախացնել են ուզում, ենը Սամսոնյանի նկարը տեսակ է, ինչ եք ուզում, վախացնել եք ուզում, դե տեսնեմ ում եք վախացնում։ Ազգային ժողովում լրագրողներն Անդրանիկ Քոչարյանին հարցրել են, արդյոք անցել է իր եւ Նիկոլ Փաշինյանի լարվածությունն ու արդյոք վարչապետը ներել է։ Հարցերը դուր չեն եկել ու հունից հանել են Քոչարյանին։ Արտվեց ձեր եւ Նիկոլ Փաշինյանի միջև արտալարվածություն։ Լարվածություն չի եղել, դուք անիմաստ հարցեր մի տվեք։ Դուք վերնագիր եք կերտում։ Հալակ եւ դա ձեզ լավ տեղ չի տանում որպես լրագրող։ Ոչինչ, դուք գնացիք լավ տեղ։ Մենք գնում ենք, չես տեսնում որ գնում ենք։ Եթե առանձին կուզենաք որևէ հարցազրույց վերցնեք, ընթացակարգով դիմեք ինձ։ Այդ լարվածությունը։ Իհարկե ոչ, ինչ լարվածություն, լարվածությունը ձեր եւ գուցե իմ մեջ է հիմա։ Չեմ կարծում, պարզապես հիմա ձեր այս ողջավորությունը չեմ հասկանում, հատկապես Կիրակոսյանին։ Այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը ներեց ձեզ, թե ոչ։ Քեզ ների։ Մենք ներված ենք միշտ, տղա ջան։ Իսկ խորհրդարանի նիստերի դահլիճում մեղադրանքների պակաս չի եղել։ Ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկման ժամանակ պատգամավորները շեղվել են թեմայից։ Ընդդիմությունը կարծում է, կառավարությունը խոստումները չի կատարել ու աղճատում է իրականությունը։ Իշխանական պատգամավորները հակադարձել են, հիշեցրել նախկին նախագահների օրոք կատարվածն ու չկատարվածը, մեջբերել նրանց վերջին հարցազրույցներից հատվածներ։ Վրաստանից ավելի բարձր հնա ունեցող պետությունը 25 թվականին Վրաստանից ավելի ցածր մեկ շնչին ընկնող հնա ունի։ Ստեղից հարցը տալիս են
ֆինանսների նախարարն ասում է Վրաստանը Ռուսաստանի հետ սահման ունի։ Դահլիճից ինչ որ մեկն ասում է Վրաստանը ծով ունի։ Ստեղ են ասում, որ նալլա քեզ չար սատանա։ Այդ սահմանը Ռուսաստանի հետ երեք առաջացավ, թե Սևծովը թազակցած գյոլա, նոր առաջացավ, 19 թվին չուներ։ Հայաստանը մեկ շնչին ընկնող հնայով տարածաշրջանի Կովկաս եւ Կենտրոնական Ասիա հետնապահ է, 12,500 է այնտեղ մեկ շնչին ընկնող։ Ինչևէ 2025 թվականի առաջին կիսամյակում սիրելի հայրենակիցներ, մեր բնակչության 75%-ը միջին աշխատավարձից ցածր է ստանում։ Հասկանում եք, բա ուր եղավ կեսը, միջինը։ Իշխան կառավարությունը այսօր չունի աշխատավարձի մեդիան արժեքը, թե մեջտեղի աշխատավարձը ինչքան է։ Չունի ավելի հաճախ հանդիպող արժեքը, բա դուք աշխատանքի շուկայի մասին ո՞նց եք դատողություն անում, պարոնայք եւ տիկնայք։ Ուրեմն, մինչև 100,000 դրամ ստանում է 176,000 մարդ, 100,000-ից 200,000 դրամ 277,000 մարդ, 200-ից 300,000 119,647, այդ միջին աշխատավարձով ում եք խաբում։ Կառավարությունը առաջ է քաշում 6 ամիս դեռ կական ենք էլի, հորս արև բոլոր չարասները 6 ամսում անելու ենք կարգախոսները։ Նախագիծը ներկայացնում է կառավարության անդամների այն նույն խումբը, ովքեր իրենց խոստովանմամբ առաջին դասարանում 7 տարի մնացած տղետների խումբ էին, ովքեր իրենք են խոստովանել, որ 4,5 տարի խոստացածները չեն կատարել, բայց դեռ 6 ամիս կկատարեն էլի։ Մենակ չասացիք, երկրորդ դասարան փոխադրված կա, թե դեռ չէ։ Օրինակ ինչ կմտածի են ուսանողը, որը պատրաստվում է լրագրող դառնա, ու տեսնում է, որ նախկին երբեմնի տենց նախագահի աթոռը զբաղեցրած անձը նախընտրում է իր փոդքասթը անցկացնել, այն մին-մա, չգիտեմ, ինչ էր դրանց ալիքը կոչվում, հայհոյախոս, սպառնալիքներ հնչեցնող ինչ-որ բլոգերների հետ։ Օրինակ լրագրողները հետ մտածել են, ինչի համար են օրինակ իրանք ընտրվել էլի որպես բան։ Ինչ կմտածի 30 տարի պատերազմում եղած հանրությունը, եթե նրան ասում են, որ այդ 29,000 եւ ալնից դուրս, եթե դու չունես կոնֆլիկտ, ուրեմն դու տարածաշրջանում հետաքրքրություն չես ներկայացնում։ Ինչ այլ պետության ներկայացմամբ 29,000 եւ ալնն էլ է էլի վերաբերում։ Կարող է հայրմերն էլ էր ժամանակին տենց ասում, հայրմեր եւ ալն վերջմել ամեն, ասենք։ Էս է էլի ձեր վերաբերմունքը պետությանը եւ ընդհանրապես այն ինքնությանը, որ դուք սիրում եք պնդել։ Ինչ կմտածի ուսանողը, ում միջազգային օրով համոզում են գնալ, մասնակցել քաղաքական ինչ-որ միջոցառման, DVD ու էպիլատոր շահելու տենց սպասելիքներով հիմա մի քիչ զարգացել ենք DVD էպիլատոր չի բանա, iPod-ա բանա, տենց բաներ են բանանում։ Ասենք հա էլի կարող է ձեր կուսակցական տոմսերն էլ Մալաթիա Սեբաստիանում վաճառեք, որ մարդիկ գնեն ու հավատան, որ արդար է ու գան տենց iPhone շահեն, բան շահեն, բայց սա վերաբերմունք է երիտասարդներին, թե բա երիտասարդները շարժիչ ուժեն։ Մի հատ ուժ էլ կա, ասում է թե օրը բան, ամիսը 4 անգամ ինձ ռեկլամա անես, էս անես, էս հեշթեգը դնես, էս անես, կարողա փող շահես։ Ֆրիլանսով այդքան բան անողը բան երաշխավորված աշխատավարձ կստանա, թե բա փող կարողա շահես, էլի։ Հա ու անհանգստանում ենք այս ամեն ինչի համար։ Մյուս անհանգստությունը, ընդհանրապես մյուս անհանգստությունն էլ այդ բառերի արժեզրկումն է։ Ձեզ թվում է, որ հեծանիվին հրթիռ ասեցիք, այդ հեծանիվով լուսին եք գնալու։ Ասենք հետևել եք, թե ինչ բառեր եք այս ընթացքում օգտագործում ու ինչ կարգի արժեզրկելով։ Կարամ դրանք թվարկեմ, էլի կապիտուլյացիա, քաղբանտարկյալ, իշխանազավթում, քաղաքական հայացք ու կոշտ քննադատություն։ Ու տենց դուք մտածեք, ոնց կարելի է սեփական ժողովրդին անընդհատ տարին մի քանի անգամ պնդել, որ իր սեփական երկիրը կապիտուլացվել է։ Քոչարյան Ռոբերտն ասում է, գիտեք, ինձ հաճելի էր ժողովրդի հետ շփումը։ Ոչ, պարոն Քոչարյան, մենք գիտենք, որ ձեզ հաճելի չէ։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին զուգարաններում մարդ սպանելու հրաման տալն է։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպելն ու մարդկանց գնդակահարելն է։ Ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում ասեցի, այստեղ եւս կարող ենք ֆիքսել, որ բացարձակ նորություն չեք ասում։
Եվ ես հորդորում եմ, խնդրում եմ ձեզ, դուք հաճախակի եթերներով հանդես եկեք, 7 չէ, 17 ժամ խոսացեք, որովհետև սա միայն ու միայն վերահաստատում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ այն տեսակետն ու կարծիքը, այն համոզմունքը, որ մեր երկրում երբեք ու երբեք պիտի թույլ չտանք, որ ձեզ նմանները վերադառնան իշխանության, անգամ ընդդիմության կարգավիճակում դուք անելիք չունեք։ Հեծին լիցենզիայի զրկելու վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը մեկնարկել է սկանդալով։ Հեծի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Խազինյանը մինչև նիստի սկսվելը հայտարարել է, որ Հեծի նկատմամբ վարչական վարույթի հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կապ չունի եւ չպետք է լինի հանձնաժողովի նիստին, ինչն էլ աղմուկ է բարձրացրել։ Երբ Պետրոսյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ մտել է դահլիճ, իրարանցում է սկսվել։ Պետրոսյանը վիճել է լրագրողների հետ, ասելով, որ նրանք խոչընդոտում են իր աշխատանքը։ Հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել է։ Միջնորդությունը ներկայացրել է Տաշիր ընկերությունների խմբի փաստաբաններից մեկը Վարդան Ալոյանը, որը մեղադրում է Մեսրոպյանին կողմնակալության եւ իշխանության հետ կապերի համար։ Ես խնդրում եմ հիմա կարգ ու կանոն հաստատեք իրավապաշտ համակարգի մարմիններ։ Խնդրում եմ ձեր նախատեսած տեղերը նստեք, մենք նստենք մեր տեղում։ Առաջին հասարակություն Մակարյան, խնդրում եմ այդ սադիչ հարցեր թողեք։ Ինչքա սադիչ Ինձ համար մասնավորապես ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելով մի շարք վերահսկողական, ստուգողական եւ այլ գործառույթներ Հեծում մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ տևական շրջան Հեծում տիրող իրավիճակը թաքցվելով եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից եւ իրավասու վերահսկողական եւ տեսչական լիազորությունները ողջված պետական այլ մարմիններից բերել հանգեցրել այն ճգնաժամային իրավիճակին, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը ստիպված էր վարույթ հարուցել վարչական Հեծի նկատմամբ եւ կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով եւ իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ ենթադրաբար Հեծը կզրկվի լիցենզիայից, դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների եւ այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որը ես տիրապետում եմ եւ իրավասում եմ այդպիսի ենթադրություններ անել։ Պարոն Պետրոսյան, դուք որպես պետական վերահսկողական ծառայության ղեկավար հիմա ամենակոռեկտ հարցը ով ձևակերպվի, պատասխանում իր հարցին։ Շարունակեք։ Ուղղորդման մասով ասեմ, որ որևէ ուղղորդում այդտեղ չկա, ես հանձնաժողովի նախագահի նշանակման պաշտոնյա եմ, ես չեմ կարող ինձ նշանակողին ուղղորդել, հարգելիներ։ Սա ինչ որ չափով դատական նիստ է։ Այստեղ լսված հիմա պատկերացրեք իրավիճակ, որ 5 փաստաբանով ներկայանում է ինչ-որ մեկը եւ թույլ չեն տալիս փաստաբաններին, որպեսզի խոսի։ Կամ իրենց խոսքը ասեն, կներեք ավարտեմ, այսինքն այս ամբողջը ի սկզբանե անելը, ես այսպես իմ կարծիքն եմ ասում, կամ հոգեբանական ճնշում, կամ չհաշվարկելով, որ մենք գալու ենք այդտեղ խելոք նստեինք եւ այլն եւ այլն։ Ես ընդամենը ոչ խելոքը սա էր։ Ես ընդամենը, չէ, խելոք նախ եկեք իրավական այսպես բարերի խվարախաղի մեջ թույլ չտանք, որպեսզի իրավապահ մարմինները մտնեն, խելոք նկատի ունեմ ուղղակի առանց այս խոսելու եւ մեր իրավունքները բարձրաձայնելու նստել են տեղ 4 ամիս, մի քիչ անգամ ավել։ Ես ուղիղ խոսքով ասում եմ, անգամ ակնարկ չի եղել։ Ենթադրվում է, որ ճիշտ եմ։ Ինչի համար, եթե այդպիսի ակնարկ լիներ, ինչ որ մեկը կասեր, որ գիտեք ինչ, Ղազինյան Դավիթին, մյուսին, սեփականատերերին մենք գոնե ակնարկել ենք, չի եղել այդպիսի բան։ Կարապետյանի ձերբակալման օրերին հայկական ժամանակը տալիս էր այդպիսի ինֆորմացիա։ Այդ դուք ասեցիք, որ դե դեպքում պետք է լինի ապացույց, չէ՞ ուղղակի խոսելով չի, թող ասեն հունիսի 16-ին
ձեզնից մեկին ասել ենք խելելու ենք, որի արդյունքում եղավ հունիսի 17-ի կամ 18-ի հայտարարությունը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Մեծ յոթնյակի G7-ի խմբի երկրները կարծում են, որ Իրանն իր միջուկային ծրագրի հարցով պետք է անցնի ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունների։ Այս մասին ասվում է G7-ի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունում։ Կանադայի Օնտարիո նահանգում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ արտաքին գործերի նախարարները նշել են, որ Իրանը պետք է լիովին վերականգնի համագործակցությունը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, ինչը ենթադրում է տեսչական ստուգումների վերսկսում նրա միջուկային օբյեկտներում։ Հոկտեմբերի 20-ին Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Թեհրանը շարունակում է կապեր պահպանել Վաշինգտոնի հետ միջնորդների միջոցով։ 2025 թվականին ԱՄՆ-ի հետ միջուկային խնդրի շուրջ Իրանի բանակցությունների 5 փուլերն ավարտվել են անարդյունք Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողության սկսելու եւ իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի զինված ուժերի հարվածների պատճառով։ Սեպտեմբերի 23-ին Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն համապատասխանում իրենց երկրի ազգային շահերին։ Սիրիային տրամադրվող արտաքին օգնության դադարեցումը սպառնում է այդ երկիրը ներքաշել լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ։ Այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կանադայի Օնտարիո քաղաքում կայացած մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։ Մենք ցանկանում ենք ապահովել նրանց հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։ Հակառակ դեպքում դուք կտեսնեք, թե ինչպես է Սիրիան ներքաշվում լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ եւ վերածվում անկառավարելի տարածքի։ Նշել է նա հավելելով, որ նման զարգացումը սպառնում է ամբողջովին նոր պատերազմով։ Նոյեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարայի հետ։ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան հայտարարել է, որ իր այցը Միացյալ Նահանգներ սկիզբ է դնում Սիրիայի միջազգային հարաբերություններում նոր փուլի, նոր հեռանկարներ բացելով։ Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ազգային ժողովը ճնշող մեծամասնությամբ հաստատեց կենսաթոշակային բարեփոխման կասեցումը, որը վերջին ամիսներին երկրում սոցիալական լարվածության գլխավոր պատճառներից մեկն էր։ Նոյեմբերի 12-ի երեկոյան կենսաթոշակային բարեփոխման կասեցման օգտին քվեարկել է 255 պատգամավոր, իսկ դեմ 146-ը։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ազգային ժողովում անվստահության քվեի ռիսկի նկատառումով առաջարկել էր կասեցնել կենսաթոշակային բարեփոխումը, որը մասնավորապես նախատեսում էր կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում մինչև 64 տարեկան։ Սահմանադրության 49.3 հոդվածի միջոցով իշխանությունների կողմից առաջ մղված այս գործընթացը, որը թույլ է տալիս կառավարության կողմից նախաձեռնված օրենքներն ընդունել, շրջանցելով պատգամավորների քվեարկությունը, այժմ կասեցվել է մինչև 2028 թվականի հունվար, բարեփոխումների նոր ձևաչափ գտնելու նպատակով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ, քննարկել Վրաստանի տարածքում վթարի ենթարկված թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը։ Ավելի վաղ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ խումբ էին ստեղծել հետաքննության համար։ Թուրքիայի նախագահը դիմել է հանրությանը, կոչ արել զգոն լինել եւ չհավատալ ավիավթարի վերաբերյալ ապատեղեկատվությանը, խոստացել, որ դեպքի բոլոր հանգամանքները կպարզվեն։ Էրդողանի խոսքով տեղի ունեցածը լուրջ հարված էր երկրի համար։ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող օդանավում եղել է 20 մարդ, անձնակազմի 4 անդամ եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպա։ Բոլորը զոհվել են։ Նրանց թվում է նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետը։ Զոհված զինծառայողների աճյուններն արդեն տեղափոխվել են Թուրքիա։ Հայտնաբերվել է նաև ինքնաթիռի սևարկղը։ Կործանման հանգամանքները պարզվում են, իսկ օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ դրա շահագործման կանոնները խախտելու հոդվածով Վրաստանում հարուցվել է քրեական գործ։ Գազայի հատվածում հրադադարը կայուն չէ եւ արդեն մի քանի անգամ խախտվել է, սակայն կնքված զինադադարն Իսրայելի իշխանությունների եւ Պաղեստինյան Համաս արմատական շարժման միջև պահպանվում է։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Հրադադարի ռեժիմը Գազայում կայուն չէ, այն բազմիցս խախտվել է։ Ես վճռականորեն կոչ եմ անում, որ լիարժեք պահպանվի հրադադարի ռեժիմը, որպեսզի հնարավոր լինի բացել բանակցությունների ուղին երկրորդ փուլի համար, որը կհանգեցնի
հանգեցնի պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման համար պայմանների ստեղծմանը եւ երկու պետությունների սկզբունքով խնդրի լուծմանը, ասել է Գուտերեշը։ Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ պաղեստինյան Համաս արմատական շարժումը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ համաձայնության են եկել հաշտության պլանի առաջին փուլի իրականացման շուրջ, որը ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Գազայում հրադադարի ռեժիմը այդ պլանի համաձայն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Այդ պահից ի վեր արձանագրվել են զինադադարի խախտումներ, ինչի հետևանքով հրադադարի ռեժիմի հաստատումից հետո զոհվել է Գազայի 241 բնակիչ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում դաշնակից երկրների հետ Սիրիայում իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ ավելի քան 22 գործողության է մասնակցել։ Դա թույլատրել է ահաբեկչական խմբավորման հնարավորությունները իրականացնելու տեղային գործողություններ եւ տարածելու բռնությունն ամբողջ աշխարհում, ասված է հրամանատարության հայտարարությունում։ Ավելի վաղ Սիրիայի անցումային կառավարությունում տեղեկատվության նախարարը հայտնել է, որ իրենք համաձայնության են եկել համագործակցելու ԱՄՆ-ի գլխավոր միջազգային կոալիցիայի հետ իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կիլոգրամից ավելի թմրամիջոց, մանրամասները տեսանյութում։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ եւ այն իրացնել։ Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների եւ պարեկների հետ։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում։ Հայտնաբերվեց 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված եւ լոռազեպամ տեսակի հոգեմետ տեղահաբեր։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ հանրապետության տարածքում վաղը եղանակը կլինի առանց տեղումների, նոյեմբերի 15-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Հիդրոօթերովութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տեղեկացման օդի ջերմաստիճանը հանգստյան օրերին կնվազի 3-ից 5 նիշով, իսկ նոյեմբերի 17-ից 18-ը նույնքան կբարձրանա։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։